Մենք բազմաթիվ անգամ ձեզ հետ քննարկել ենք եւ ես նշել եմ, որ նա չի մասնակցելու ընտրություններին եւ հիմա սկսելու է իդեպ թիրախավորել ընդդիմությանը, որ ինչու եք վերցնում մանդատները, իդեպ իրեն շրջապատող անձինք դրա մասին խոսում են, կռելու էիք, հաղթելու էիք, հիմա առավել ակնհայտ, որովհետեւ էլ թաքցնելու ոչինչ չունենք, Քոչարյանը ըստ էության փոշմանել է, որ նրան նշանակել է իր խոսքից այդպես հասկացավ, իր իրավահաջորդ, այսինքն Սերժ Սարգսյանը կորցնելու ոչինչ չունի։ Բայց պարոն Սարգսյանը նաեւ բախտ է ինչ-որ առումով, որովհետև իհարկե նա այսպես շախմատ կարողանում է խաղալ թաքուն թաքստոցից, բայց քանի որ չունի ժողովրդի վստահություն, չունի քվետո մասնակցեր ինչքան ձայն հավաքեր, ավելի քիչ նույնիսկ կարծում քան Բարգավաճ Հայաստանը, այսինքն նախ պատճառը չմասնակցելու այն չի, որ նա ինչ-որ այդպես 100% ձայն կստանար ուղղակի չի մասնակցել, այլ դա իհարկե ցույց է տալիս իրեն հաճելի սոուսով, որ ես չեմ մասնակցում Փաշինյանի ընտրություններին, բայց իմանալով նաև որ մասնակցությունը դա ուղղակի խայտառակություն կլներ հանրապետական կուսակցության համար, նա փորձում է այսպես մեկ գնդակով երկու նապաստակ զոհաբեր ձեռք բերել։